Նշած գործիչը, սա արդեն որիորդ անգամ այդ նույն տեքստերն է կրկնում։ Սա ինչա նշանակում։ Եկեք միասին մի քանի տարբերակ ասենք։ Տարբերակ 1. Հայտնվել լուսանցքում որևէ բան իրանից չի ներկայացնում եւ անընդհատ նման տեքստերով փորձում է ուշադրություն հրավիրել իր վրա։ Տարբերակ 2. որ իր նպատակը ըստ գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելը չի։ Այլ ընդհանրապես մասնակցել, թիրախավորել ընդդիմադիր հիմնական ուժերին ու ինչ-որ ընդդիմադիր ձայներ փոշիացնել։ Իմ տպավորությամբ արդեն այս ընթացքի մեջ եմ։ Եվ առհասարակ ես կարծում եմ, որ այդ տեքստերի հեղինակը Արման Թաթույանը չի։ Եվ նաև վստահաբար ինքը ամեն օր դա իր խոսույթով ապացուցում է, բայց ընդհանրապես կարող եմ ասել, որ այդ տեքստերի հեղինակներն, ինչպես մնացած բոլոր պրոյեկտները, սա եւս ձախողելու են։ Որտեղ հիմա չեմ հասկանում, դու մտել ես ընտրապայքարի մեր հետ, մեր դեմ, թե գործող վարչախմբի կամ ինքդ քո համար։ Ունես ծրագրեր, ունես ասելիք, խնդրեմ։ Այսինքն մենք առավոտից երեկո ասում ենք, որ անթույլատրելի անդիմադիր ուժերը միմյանց հարված են, այս մարդը կարծես թե ունի մի առաքելություն։ Այս մեկ, երկրորդը, մենք որ չենք անդրադառնում, դա չի նշանակում մեր համբերությունը անսպառը։ Եվ դա չի նշանակում, որ մի պահ չենք որոշի պարզապես վրայով անցնել, որովհետև չի կարելի անընդհատ, այսինքն մի երգ են երգում։ Օրինակ կարող եմ հարցնել 5 տարի ուր էիք։ Խոսում են, թե իբր անձեռեցինք ունենք։ Բա դուք ինչ ունեք։ Ոչ ռենցինգ ունեք, ոչ անձեռեցինք ունեք, ոչ էլ որևէ մեկին հետաքրքիր եք ընդհանրապես։ Բայց եթե այս ճանապարհով են գնում, ես պարզ ասեմ, սա վերջին նախազգուշացումն է։